Դեկտեմբերի 19-ին սևանցի երիտասարդները նկուղ ստեղծարար հարթակում հյուրընկալեցին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանին։ Ավանդույթի համաձայն սևանցի երիտասարդները նվեր էին պատրաստել բանախոսի համար և փոխնախարար Արթուր Մարտիրոսյանին խնդրեցին Սևան այցի առիթով իր պատկերացմամբ նախորդ հանդիպումներից պաշտոնյաների նկարած գունապատկերներին ավելացնի իրենը և ներկերից ստանա գունապատկեր և վրձնի նկար թողնի որպես խորհրդանիշ։ Այդ հարցում փոխնախարարին օգնեց Սևանի համար 4 հիմնական դպրոցի աշակերտ Անահիտը։ Նրանք երկուսով նկարեցին ծիրան։ Հանդիպմանը մասնակցում էին երիտասարդներ, ոլորտով հետաքրքրված անձինք, դպրոցականներ, համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ։ Քննարկվեցին երիտասարդության ոլորտի ձեռքբերումները, կիսվեցին մտքերով, առաջարկություններով և հուզող հարցերով։ Ծավալվեց անկաշկանդ ու կառուցողական զրույց այսօրվա երիտասարդությանը հուզող խնդիրների շուրջ։ Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրեց երիտասարդական կենտրոնների ստեղծման քաղաքականությունը, որն ակտիվացել է երիտասարդության մասին Հայաստանի Հանրապետության առաջին օրենքի ընդունումից հետո։ Նա հատկապես կարևորեց երիտասարդների քաղաքացիական մասնակցության խթանման և երիտասարդական աշխատողների կարողությունների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Պետության առաջնահերթություններից է ստեղծել առավելագույն հնարավորություններ երիտասարդների ներուժի բացահայտման և կարողությունների զարգացման համար։ Այս նպատակով պետական բյուջեի միջոցներով տարբեր դրամաշնորհային միջոցառումներ են իրականացվում մի շարք ոլորտներում՝ քաղաքացիական կրթություն, մեդիագրագիտություն, ֆինանսական գրագիտություն, ձեռներեցություն, փափուկ հմտություններ, թվային գրագիտություն, աղետների դիմակայում և այլն, որոնք ուղղված են երիտասարդների կարողությունների զարգացմանը։ Առանձնակի ուշադրություն է դարձվում մարզաբնակ երիտասարդների կարողությունների զարգացմանը, որի համար ստեղծվում են երիտասարդական կենտրոններ, որպես երիտասարդական կյանքի կազմակերպման միջավայր, որտեղ ևս շեշտադրվում է կարողությունների զարգացումը, նշեց Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Ամփոփելով ելույթը Արթուր Մարտիրոսյանը կոչ արեց երիտասարդներին ակտիվ մասնակցություն ունենալ հանրային կյանքի բարեփոխումների գործընթացում, մարդկային կապիտալի զարգացումը ծառայեցնելով պետության առաջընթացին։ Արթուր Մարտիրոսյանը պատասխանեց նաև երիտասարդների հարցերին։ Ներկաները շնորհակալություն հայտնեցին նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանին իրենց հրավերը չմերժելու և օրվա հետաքրքիր ու բովանդակալից հանդիպման համար։ Եվ ինչպես միշտ, հանդիպման ավարտին լուսանկարվեցին։